Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, որը որ հայտնի է նաև որպես մանիակալ դեպրեսիվ պսիխոզ, հանդիսանում է ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկը։ Այն նկարագրվել է դեռ շատ վաղուց, դեռ անտիկ ժամանակներում հայտնի են եղել փուլերով ընթացող հոգեկան խանգարումներ, որոնք որ հաջորդվել են մանիակալ, այսինքն գրգռվածության եւ դեպրեսիվ, այսինքն ընկճվածության փուլերով։ Ներկա անվանումը, այսինքն մանիակալ դեպրեսիվ պսիխոզ անվանումը գոյություն ունի արդեն 100-ից ավելի տարի եւ ներկայումս աստիճանաբար իր տեղը զիջում է արդեն երկբևեռ աֆեկտիվ խանգարման, քանի որ մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերն են, որոնք ընթանում են պսիխոզով։ Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը հանդիսանում է էնդոգեն հոգեկան խանգարում, այսինքն նա ունի ներքին պատճառներ եւ չի առաջանում միայն արտաքին ազդակների ազդեցության տակ։ Մենք ունենք ապացույցներ, որ որոշիչ դեր է խաղում այստեղ ժառանգականությունը, ինչպես եւ մի շարք այլ հոգեկան խանգարումների ժամանակ, այսինքն մոտ 60-70% մասնակցության պատկանում է հենց ժառանգականությանը եւ ընդամենը 30-40% արտաքին միջավայրի ազդակներին։ Իհարկե, այս թվերը որոշ չափով պայմանական են, սա միջինացված թվեր են հետազոտություններից։ Խանգարումը սկսվում է որպես կանոն երիտասարդ տարիքում, սակայն ի տարբերություն օրինակ շիզոֆրենիայի, այն կարող է սկսվել նաև ավելի ուշ տարիքում։ Այսինքն մենք ունենք դեպքերի մոտավորապես կեսը, որը որ սկսվում է մինչև 30-35 տարեկան, եւ հաջորդ կեսը արդեն սկսվում է 35-ից ուշ, ընդհանուր մինչև 50-55-60 տարիքը կարող է արդեն հիվանդությունը սկսվել։ Ինչպես հայտնի է դառնում հիվանդության անվանումից, այն բաղկացած է աֆեկտիվ փուլերից, այսինքն մենք ունենք մեկը մյուսին հաջորդող տրամադրության խանգարումներ, որը որ արտահայտվում է մի դեպքով տրամադրության պաթոլոգիկ հիվանդագին բարձրացումով, մյուս դեպքում տրամադրության հիվանդագին իջեցումով։ Դրանց միջև կարող են լինել այսպես կոչված ինտերմիսիաներ, այսինքն առողջ փուլը, որը որ տևում է հիվանդության ընդհանուր պատկերների մեջ երևի թե ամենաերկար ժամանակը։ Այսինքն եթե մենք ընդունենք հիվանդ, որը որ ամբողջ կյանք տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով, ապա իր կյանքի մոտ 60%-ը նա լիարժեք առողջ է, մոտ 15%-ը գտնվում է մանիակալ փուլում եւ մոտ 25%-ը դեպրեսիվ փուլում, եթե մենք վերցնում ենք դասական տարբերակը, երբ որ մանիակալ եւ դեպրեսիվ փուլերը հաջորդվում են ինտերմիսիաներով։ Առհասարակ դեպրեսիվ փուլերի երկարությունը մանիակալ փուլերի երկարությունից ավելի շատ է։ Այսինքն դեպրեսիվ փուլը միջինում տևում է 3-4 ամիս, այն դեպքում երբ մանիակալ փուլը մի քանի շաբաթից մինչև 2, մաքսիմում 3 ամիս։ Ինտերմիսիաները կարող են տևել նույնիսկ տարիներ, այսինքն այդ առողջ շրջանները։ Ի տարբերություն մի շարք այլ հոգեկան խանգարումներից, երկբևեռ աֆեկտիվ խանգարման ժամանակ տեղի չի ունենում անձի փոփոխություններ հիվանդությանը բնորոշ։ Այսինքն անկախ հիվանդության տևողությունից եւ նրա ընթացքի ծանրությունից ինտերմիսիաների ընթացքում հոգեկան առողջ վիճակ ենք մենք ունենում եւ մարդիկ որևէ խնդիր չեն ունենում, նրանք համարվում են լիակատար առողջ։ Խանգարումը ունի ընթացքի մի քանի տեսակներ, մասնավորապես անընդմեջ ընթացք, երբ որ դեպրեսիվ փուլը անմիջականորեն անցնում է մանիակալ փուլի եւ մանիակալ փուլը ավարտվելով կրկին անմիջականորեն անցնում է դեպրեսիվ փուլի, ընդմիջվող ընթացք, երբ որ դեպրեսիվ փուլը հաջորդվում է մանիակալ փուլով, ապա հաջորդվում է ինտերմիսիա, որը կարող է բավականին երկար տևել եւ կրկին հետագայում գալիս են աֆեկտիվ փուլերը, ունենք տեսակներ, երբ որ հիվանդությունը ընթանում է առավելապես մանիակալ փուլերով կամ առավելապես դեպրեսիվ փուլերով, այսինքն այս դեպքում հիմնականում լինում են մանիակալ փուլեր եւ ընդամենը մի քանի անգամ մանիակալ փուլից եւ ինտերմիսիայից հետո կարող է լինի մեկ անգամ դեպրեսիվ փուլ եւ հակառակը դեպրեսիվ փուլերի գերակշռումով, երբեմն ունենում ենք այսպես կոչված նաեւ ունիպոլար աֆեկտիվ խանգարում, այսինքն այս դեպքում մենք ունենում ենք ընդամենը մեկ փուլ է, միայն դեպրեսիվ կամ միայն մանիակալ փուլերը, որոնք որ ընդմիջում են ինտերմիսիայով։ Սա ընթացքի տեսակներն են։ Հիվանդության ծանրությունը մենք որոշում ենք նախ այդ փուլերի հաճախականությամբ, երկրորդը նրանց ընթացքում այդ ախտաբանական սիմպտոմատիկայի ծանրությամբ։ Հիմա մի քիչ ավելի մանրամասն անդրադառնանք այդ ախտանշաններին, մասնավորապես դեպրեսիվ փուլը։ Ինչ բան է դեպրեսիան, երևի թե բոլորն էլ գիտեն, սակայն եթե մենք խոսում ենք դեպրեսիայի մասին որպես հոգեախտաբանական համախտանիշի, մենք պետք է նշենք, որ այստեղ մենք ունենք 3 հիմնական ախտանիշ, որոնցից եւ բաղկանում է դեպրեսիան։ Դրանք են տրամադրության կայուն իջեցումը, հոգեշարժական ոլորտի աղքատացումը, որը որ նշանակում է, որ մարդու բոլոր հոգեկան ֆունկցիաները դանդաղանում են, աղքատանում են, եւ մտածողության դանդաղեցումը, այսինքն մտածողական process-ները խոսքը նույնպես դանդաղում են։
Վերջին շրջանում 4-րդ որպես առանցքային սիմպտոմ դեպրեսիայի ժամանակ համարում են նաև անգեդոնիա կոչված վիճակը, այսինքն դա անկարողությունն է հաճույք ստանալու որևէ բանից, երբ որ մարդիկ նույնիսկ իրենց ամենահետաքրքիր, ամենահաճելի, ամենասիրած բաներից հաճույք չեն ստանում։ Սա դեպրեսիայի դասական ախտանիշներն են, սակայն մենք տեսնում ենք, որ իրականում դեպրեսիան միշտ չէ, որ ընթանում է դասական փուլով։ Մասնավորապես կան նշաններ, որոնք որ ուղղակիորեն դեպրեսիայի հետ կապված չեն, սակայն նույնպես շատ հաճախ են համարվում դեպրեսիայի ժամանակ։ Այստեղ պետք է նշենք առաջի հերթին հոգեակտիվ նյութերի չարաշահումը, այսինքն ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր, որը որ նախկինում չի եղել, այսինքն չարաշահում, որը որ առաջացել է հենց դեպրեսիվ փուլում կամ դեպրեսիայի ժամանակ։ Երկրորդը դա սեռական դիսֆունկցիաներն են, որոնք նույնպես բավականին տարածված են։ Կարող ենք նշել նաև վարքային տարբեր տեսակի խանգարումներ, կարող ենք նշել նաև ապաթիկ սինդրոմը, այսինքն անտարբերությունը, որևէ բան անելու անկարողությունը եւ մի շարք այլ համեմատաբար ավելի քիչ հանդիպող, բայց նույնպես տարածված սիմպտոմներ, օրինակ մարմնական ցավեր, որոնք շատ են հանդիպում եւ որպես կանոն չեն կապվում մարդու հոգեկան վիճակի հետ։ Դեպրեսիվ փուլի ժամանակ հիվանդները որպես կանոն կորցնում են իրենց աշխատունակությունը, այսինքն նրանք չեն կարողանում լիարժեք աշխատել, չեն կարողանում իրականացնել իրենց առօրյա կյանքի նույնիսկ այն պարզագույն բաները, սովորական կենցաղային ինչ-որ աշխատանքները, հիգիենային հետևելը եւ այլն, դառնում են պասիվ, անտարբեր, ընկճված եւ այս փուլում իհարկե վտանգ կա նաեւ սուիցիդալ մտքերի, որը որ անպայման պետք է հաշվի առնվի, այսինքն այս մարդիկ ամենաբարձր սուիցիդալ ռիսկով խումբն են կազմում ընդհանրապես պոպուլյացիայի մեջ եւ եթե մենք ունենք միջին կամ միջինից ավելի ծանր դեպրեսիա, ապա արդեն հարկ կա անպայման դիմելու մասնագետին եւ նույնիսկ մտածելու հիվանդանոց պարկելու մասին։ Մանիակալ փուլի ժամանակ վիճակը ճիշտ հակառակն է, այսինքն խոսակցական եւ մտածողական գրգռվածություն, ապարգելակվածություն, ակտիվություն, տրամադրության պաթոլոգիկ բարձրացում եւ հոգեշարժական բոլոր ֆունկցիաների ակտիվացում։ Այս հիվանդները լինում են շարժուն, շատախոս, շատ հարուստ միմիկայով, նրանք անընդհատ ինչ-որ գործեր են նախաձեռնում, սակայն պետք է հաշվի առնենք, որ այդ իրենց նախաձեռնած գործերը ի վիճակի չեն լինում հասցնել ավարտի։ Այսինքն այդ բոլոր ակտիվությունը մտածողական լինի, թե շարժողական լինի, թե իդեաների տեսքով լինի, այդ ամեն ինչը կատարվում է բավականին մակերեսային մակարդակով։ Շատ հաճախ հիվանդները սկսում են նախաձեռնել գործեր, որոնք որ իրենք ունակ չեն կատարելու, որպես օրինակներ կարող են բերել հիվանդ, որը որ մի օրվա մեջ որոշել է, որ պետք է իր տան պատը քանդի, սենյակ ավելացնի դրսի կողմից եւ առանց հապաղելու սկսել այդ որոշումը իրագործել, այսինքն շենքի պատը քանդելը, դուրս եկել փողոց եւ նոր բնակիչների դժգոհությունը բան եւ այլն նրան չեն սթափեցրել, բայց գոնե կանգնացրել են իր գործողությունները։ Հաճախ լինում է, որ հիվանդները տան եղած եղածը հավաքում են, որոշում են բաժանել ուրիշների կամ գնալ ինչ-որ մի ուրիշ տեղ ապրել, ասենք տան եղած եղածով տանել ուրիշ տեղ խանութ բացել, սկսել վաճառել ինչ-որ անհետ գներով։ Հիվանդները նախաձեռնում են երբեմն նույնիսկ շատ աբսուրդային գործողություններ, մասնավորապես ես գիտեմ հիվանդ, որ որոշել է, որ պետք է միայնակ ինքը առանց որևէ գործիքների նույնիսկ որոշել է, որ պետք է գնա գետի վրա էլեկտրակայան կառուցի եւ ինքը դառնա էլեկտրակայանի տնօրենը, իր կառուցած եւ սկսել է իրագործել, այսինքն նա գնացել է, հասել է գետին, քարերը հավաքել եւ սկսել է գետը փակել, որպեսզի այդ էլեկտրակայանը հետագայում կառուցի։ Այսինքն այս վիճակում հիվանդները միգուցե շատ վտանգավոր չեն անմիջական վտանգի տեսակետից, բայց նրանք կարող են լինել վտանգավոր այն առումով, որ որևէ տեսակի անընդունելի գործողություններ են կատարում, որոնք նյութապես կարող են վնասել առաջի հերթին իրենց ընտանիքին եւ երկրորդ հերթին իհարկե նաեւ մյուսներին որոշ դեպքերում։ Առանձին դեպքերում մանիակալ համախտանիշի ժամանակ մենք ունենում ենք արդեն փսիխոտիկ վիճակ, այսինքն վիճակ, որը որ ուղեկցվում է զառանցական մտքերով։ Հիմնականում մանիակալ համախտանիշի ժամանակ բնականաբար մտքերը լինում են մեծամոլական, այսինքն հիվանդները սկսում են գերագնահատել իրենց ունակությունները, կարողությունները եւ որևէ անհետ գաղափարներ են արտահայտում այն մասին, որ իրանք գյուտեր են անում, նրանք հատուկ առաքելություն ունեն աշխարհում, նրանք ինչ որ մեթոդների են տիրապետում կամ ինչ որ ուժերի են տիրապետում, որոնք որ ինչ այդ չեն տիրապետել կամ որոնք նույնիսկ գերբնական են, աստծո օգնությամբ են որևէ բաներ անում եւ այլն եւ այլն։ Ինտերմիսիայի շրջանում այս բոլոր թե զառանցական մտքերը, թե աֆեկտիվ ոլորտի, տրամադրության ոլորտի բոլոր խանգարումները շատ արագ հարթվում են։
եւ հիվանդը վերադառնում է իր նորմալ լիարժեք կյանքին, նա կարող է լիարժեք աշխատել, ապրել ընտանիքում եւ որևէ խնդիր չունենալ։ Ինչով է վտանգավոր մանյակալ դեպրեսիվ այս խանգարումը նրանով, որ լիարժեք կանխատեսել հետագա սրացումը մենք չենք կարողանում, այսինքն նա զարգանում է բավականին արագ սովորական առողջ վիճակի ընթացքում հանկարծ 1-2-3 օրվա ընթացքում ամեն ինչ կտրուկ կարող է փոխվել։ Եվ իհարկե այս դեպքում շատ ցանկալի է լինում բժիշկի մշտական հսկողությունը անկախ նրանից թե հիվանդը որ փուլում է գտնվում, նույնիսկ ինտերմիսիայի փուլում որոշակի հաճախականությամբ բժիշկին այցելել է։ Ինչ վերաբերվում է բուժմանը, ապա մենք պետք է նկատի ունենանք, որ սա բավականին բարդ վիճակ է բուժման համար, ինչի որովհետև բաղկացած է երկու վիճակներից, որոնց բուժումը ճիշտ հակառակն է դեպրեսիվ փուլից եւ մանյակալ փուլից։ Հակադեպրեսանտները, որոնք որ տրվում են դեպրեսիվ փուլում, նրանք կարող են նպաստել մանյակալ վիճակի զարգացմանը եւ հակառակը։ Եվ հաճախ մենք տեսնում ենք, որ հիվանդները եթե չեն ստանում համարժեք բուժում, այսինքն նրանց բուժում ոչ պատշաճ մակարդակով է կատարվում, շատ արագ դեպրեսիվ փուլից կտրուկ նրանք 1-2 օրվա մեջ կարող են անցնել անկախատեսելիորեն մանյակալ փուլի եւ հակառակը եւ արդեն կրկնակի դժվարություն է առաջացնում նրանց նորից այդ փուլից հանելը։ Դրա համար իհարկե խորհուրդ է տրվում դիվեր բարձր կվալիֆիկացիայով մասնագետների եւ գտնվել անմիջական հսկողության տակ։ Բուժումը ինքն իրանով առաջին հերթին դեղորայքային է եւ առավելապես դեղորայքային է, այսինքն մենք ապավինում ենք դեղորայքին։ Պսիխոթերապիա անել դեպրեսիվ կամ հատկապես մանյակալ փուլում որևէ իմաստ չունի։ Իհարկե պսիխոթերապիան իր տեղը ունի ինտերմիսիայի շրջանում, երբ որ մենք հիվանդին կրթում ենք, պատրաստում ենք իր հիվանդությանը, տեղեկություններ ենք տալի թե հիվանդության մասին, թե նրա դեմ պայքարելու մասին, փորձում ենք կազմել հիվանդի մոտ քիչ թե շատ օբյեկտիվ վերաբերմունք հատկապես մանյակալ փուլում ինքը իր վիճակի նկատմամբ, ինչը հազվադեպ է հաջողվում, բայց ամեն դեպքում պետք է փորձել անել եւ արդեն սրացման շրջանները մենք առաջին հերթին դիմում ենք դեղորայքի։ Եթե մենք ունենում ենք քիչ թե շատ ծանր վիճակ, ապա ցանկալի է հիվանդանոցային բուժումը, քանի որ մի կողմից մենք ունենք սուիցիդալ գործողությունների վտանգ, եթե խոսքը դեպրեսիվ փուլի մասին է, մյուս կողմից մենք ունենք արդեն հակահասարակական կամ նյութական որևէ վնաս բերող գործողությունների վտանգ, եթե խոսքը մանյակալ փուլի մասին է։ Ինչ վերաբերվում է հիվանդության պրոգնոզին, ապա այն բավականին բարենպաստ է, այսինքն այն չի բերում անձի որևէ անհետադարձ փոփոխությունների եւ եթե հիվանդությունը գտնվում է բժշկի վերահսկողության տակ, ապա հնարավոր է լինում, որպեսզի այս մարդիկ իրենց կյանքի մեծ մասը ապրեն լիարժեք առանց որևէ լուրջ խնդիրներ ունենալու։